Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը վերջերս արած սկանդալային հայտարարությունից հետո այլևս խուսափում է շփվել լրագրողների հետ, զգուշացնելով կվիրավորի բոլոր նրանց, ովքեր կփորձեն իրեն բանավոր հարցեր տալ։ Ինչ հարց կունենաք, գրավոր կբերեք, օգնականին կտակ պատասխանի։ Սրանից հետո խնդրում եմ, ոչ մեկի ինձ հարց չտակ, կվիրավորեմ։ Որովհետև այդ հարցերից բաներ եք սարքում։ Ինչի՞։ Մեկ չեք սարքում, Եզրակացություն լավ չեք անում ուրեմն։ Պարոն Սեդրակյան, ձեր կարծիքով Երանոսյանը արժի, որ Երանոսյանը հրաժարական է։ Ախր դուք Ակոսյանի դպրոցի աշակերտ ես ընդամենը։ Ես ձեզ ասում եմ, հարցերը գրավոր կբերեք, կամ կպատասխանեմ, կամ չէ։ Հիմա նորից հարցը տալիս ես։ Դա պետք է Երանոսյանը պետք է հրաժարական տա, թե ոչ։ Այ հաստատ Ակոսյանի սաներից ես։ Ակոսյանը գիտես ով է, բայց։ Պարոն Սեդրակյան, գրավոր հարցերին քանի օրյա ժամկետում կպատասխանենք։ Հիշեցնենք, հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միությանը միանալուն կողմ քվեարկելու իր որոշումը հայտարարել էր. Առանց ռուս ազգի մենք չենք կարող գոյատևենք։ Դուք էլ եք հասկանում, հարցը ստից տալիս եք։ Դե ոնց կարանք, մեր ազգը սաղ կյանքը եղել է ուրիշի լծի տակ։ Մենք սովորենք, որ մեր գլխին պետքա մեկը լինի։ Պարսիկը, թուրքը, ռուսը, լավ չի ռուսի, ոնց որ ասած իշխանության տակ լինենք։ Ռուսի ինչն է լավ։ Այն որ մենք իրանց հետ չեղանք, մեզ ուտելու են։ Այս հայտարարության կապակցությամբ հնչած սուր քննադատություններից հետո Մհեր Սեդրակյանը ներողություն էր խնդրել եւ այժմ որոշել է լրագրողների հետ շփվել գրավոր ընթացակարգով։